Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն։ Հերու վանեցեք ձեզանից հին մարդուն իր ամբողջ կենցաղով եւ հագեք Աստծո զորությունը սրբությամբ եւ արդարությամբ։ Մեծ պահքի 4-րդ կիրակին հասանք, սիրելիներ, որ կոչվում է տնտեսի կիրակի։ Խորհուրդ ամբողջությամբ վերցված է Ղուկասի ավետարանի 16-րդ գլխից, որտեղ Տերը երկու առակ այսօր պատմեց, նախ անիրավ տնտեսի մասին, թե ինչպես Տերը եկավ եւ նրանից հաշվետվություն պահանջեց, եւ երկրորդը աղքատ Ղազարոսի առակից, որտեղ ցույց է տալիս, թե մեծահարուստը, որ ցոփ ու շվայտ կյանքով է ապրում այս աշխարհի մեջ, իրեն ինչ է սպասում հավիտենության մեջ։ Եվ այն խոսքերը, որ ես նոր քիչ առաջ ասացի, Պողոս Արաքյալի Եփեսացնեն ուղված նամակից էր, որտեղ Պողոս Արաքյալը խորհուրդ է տալիս յուրաքանչյուր քրիստոնյայի, որ հերու վան իրենից հին մարդուն, իր հին կենցաղով, իր վատ սովորություններով եւ Տիրոջ զորությունը հագնի վրա, որ արդարությունն ու սրբությունն է։ Անիրավ տնտեսի առակը աշխարհում ամենաշատ քննադատված առակն է, որովհետեւ շատ անհավատ մարդիկ նույնիսկ համարձակվել են Հիսուսին մեղադրել այն բանում, որ Հիսուս անիրավությունը գովեց։ Բայց Հիսուս անիրավությունը չէր, որ գովեց, այլ ուզեց, որ ցույց տալ, թե մարդիկ, ովքեր որ Աստծուն չեն ճանաչում, ինչքան շատ են մտածում իրենց փրկության մասին, քան քրիստոնյաները, լույսի որդիները, ովքեր անհոգությամբ ապրում են մինչև մահվան ժամը, եւ չմտածելով, որ իրենք այս կյանքից դուրս հավիտենական կյանք պիտի ունենան։ Տնտես այսօրվա լեզվով ասած մենեջերն է, սիրելիներ, որին որևէ հաստատության մեջ կարգում են, որ Տիրոջ սեփականությունը ճիշտ տնօրինի։ Տիրոջ մոտ ամբաստանություն եղավ, ասելով, որ քո այս տնտեսը վատնում է քո ունեցվածքը, եւ Տերը կանչեց նրան եւ ասաց, որ 10 օր ժամանակ ունես ամբողջ հաշվետվությունը ներկայացրու, թե այս տարիների ընթացքում դու ինչ ես արել, որովհետեւ այլևս չես կարող իմ հաստատության մեջ աշխատել։ Եվ տեսեք ինչ է ասում տնտեսը. աշխատել չեմ կարող, մուրալել ամաչում եմ։ Ինչ անեմ։ Կանչում էր Տիրոջ պարտապաններին եւ հարցնում. ինչքան է սպարտք իմ Տիրոջը։ Մեկն ասում է 80 լիտր ձեթ, մեկն ասում է 100 պարկ ցորեն, ասում է վերցրու, գրի 50, 40 կրճատում է։ Եվ Տերը գովեց այս տնտեսին։ Ինչու ասում է, որովհետեւ տնտեսը մտածեց, որ եթե ես գործից դուրս գամ, որտեղ պիտի ապրեմ։ Արի այս մարդկանց լավություն անեմ, որպեսզի երբ որ գործից ինձ հանեն, ես որևէ մեկի տունը օրը մի օր երկու օր միտեղ կքնեմ, մի օր մեկի տանը կքնեմ, 10 օր մեկի մոտ կքնեմ եւ այսպես իմ կյանքը կանցկացնեմ։ Հիմա մեր կյանքի մեջ էլ երբ որ ավարտվի, Տերը մեզ կանչի հաշվետվության, մեզ համար էլ հարց է, մենք որտեղ պիտի ապրենք։ Երբ որ մենք մահանանք, հողի մեջ պիտի փթենք, մենք պիտի հավիտենական կյանք գնանք, թե դժոխքի բաժին պիտի դառնանք։ Նույն հարցադրումն է։ Եվ մահից հետո մարդը չի կարող աշխատել, որպեսզի իր ապաշխարության գործերով իր փրկություն ապահովի, ոչ էլ կարող է մուրալ, այսինքն Տիրոջից ողորմություն խնդրել, որովհետև իր ժամանակը սպառված է։ Եվ այս օրինակը պատմեց, ասելով վերջում, ուրեմն ձեզ համար մամոնայից, այսինքն հարստությունից կամ փողից, ձեզ համար բարեկամներ ստեղծեք, սիրելիներ, բարեկամներ ունեցեք։ Եվ երկրորդ առակը, աղքատ Ղազարոսի, որտեղ ասում է մի մեծահարուստ մարդ, որ ծիրանի էր հագնում, ամեն օր քեֆ ուրախություն էր անում, ցոփ ու շվայտ կյանքով էր ապրում, քաղաքում կար Ղազարոս անով մի աղքատ մարդ, ով գալիս էր այս մարդու սեղանից թափված փշրանքներն էր ուտում եւ նրա վերքերն է շներն են լիզում։ Եկավ ժամանակ, երկուսն էլ մահացան։ Ղազարոսը գնաց հայր Աբրահամի գրկում հանգստանալու, մխիթարվելու, իսկ մեծահարուստը հայտնվեց դժոխքում։ Երբ այրվում էր կարակների մեջ, գլուխը վեր բարձրացրեց, տեսավ Ղազարոսին, Աբրահամի գրկում, ասաց. հայր Աբրահամ, խնդրում եմ, մեկ կաթիլ ջուր։ Եվ հայր Աբրահամն ասաց, որ մեր մեջ անդունդ կա, մենք չենք կարող այդտեղ անցնել, դուք չեք կարող այստեղ։ Եվ ասում է, ինչու է հանգստանում Ղազարոս, որովհետև նա իր մխիթարությունը գտավ, իսկ դու քո վարձը երկրում արդեն ստացար, ինչի համար որ դու ապրում ես։ Եվ տեսեք ինչ է ասում, տանը ասում է, 5 եղբայր ունեմ, խնդրում եմ, Ղազարոսին ուղարկիր, թող գնա իմ հորենական տուն, եղբայրներիս ասի, որ ինչ է սպասում իրենց, եթե իրենք էլ ինձպես ապրեն։ Եվ հայր Աբրահամն ասում է, եթե նրանք Մովսես ունեն, օրենք ունեն, այսօր մենք քրիստոնյաներս ավետարան ունենք, Սուրբ Գիրքն ունենք, եթե մենք չենք փոխվել,
մեկն էլ որ գերեզմաներից գա այսօր ասի որ այնտեղ դժոխք կամ դրախ կա, մենք էլի չենք հավատալու։ Դրա համար է Պողոս Առաքյալն ասում. դեն գցեք ձեզանից, ձեր վրայից հանեք հին մարդուն իր մեղավոր կենցաղով եւ հագեք Աստծո արդարությունն ու սրբությունը։ Ինչի համար է այս առակները դրված այսօր այս մեծ պահքի ընթացքում հասկանալու սիրելիներ։ Ցավոք սրտի, թե առաջին դարում, թե 10-րդ դարում, թե 15-րդ դարում, թե այսօր 21-րդ դարում մարդը նույն նյութապաշտն է։ Ամեն ինչ անում է նյութի համար, աշխատում է նյութի համար, ապրում է նյութի համար, գործում է նյութի համար։ Երբեմն նույնիսկ փող աշխատելու համար ուրանում ենք մեր ընտանիքը, մեր բարեկամներին, ընկերներին, ծանոթներին, նյութականը վաստակելու համար մոռանում ենք մեր հոգևոր ու ազգային արժեքները, հավատարմություն այդ սրբություններին եւ գնում ենք նյութի հետևից, վաստակում ենք եւ այդպես էլ վերջում թողնում ենք ու հեռանում, ինչպես Դավիթ մարգարեն ասում, մարդը զուրտեղը տագնապում, չարչարվում, հարստությունը դիզում, չիմանալով ում համար եւ ինչի համար, որովհետեւ իր կյանքը ստվերի պես մի ակնթարթ երևում ու անհետանում է։ Տարիներ առաջ եկեղեցու բակում մի կին էր ապրում, սիրելիներ, եւ ամբողջ օրը եկեղեցու բակում նստած ողորմություն էր հավաքում եւ մնալու տեղ չուներ։ Սրբազան այն ժամանակ Գարեգին առաջինը, որ եպիսկոպոս էր, մի փոքրիկ հատված է տալիս եկեղեցու բակում այս կինը, որպիսի ապրի։ Երբ օրերից մի օր մահանում է, հանձնախումբ են ստեղծում, գան, որ նախ մարմինը հանեն, հետո տեսնեն սենյակում ինչ կա, երբ որ անկողինը բարձրացնում են, հազարավոր թումաններ էր այնտեղ շարված, սպարսկական դրամները, հազարավոր, ամբողջ անկողնու տակ շարված էր, բայց ինքը ամեն օր ողորմություն էր հավաքում մարդկանցից։ Ինչ տարավ իր հետ։ Իր պատիվը գնեց, իր հոգու փրկությունը գնեց, այդ գումարների ում համար, ինչի համար էր հավաքել, այնպես էլ այսօր։ Իրականության մեջ այդ տնտեսի պես մենք էլ կոչված ենք այս կյանքի մեջ Աստծո տնտեսները լինելու։ Այն կյանքը, որ մեզ տրված է, մեր ծնված օրից մինչև մահը, մենք դրա պատասխանատուն ենք։ Աստված դա մեզ նվեր է տվել, մեզ կարգել այդ կյանքը պահպանելու։ Մենք ինչպես ենք վարվում այդ կյանքի հետ։ Այս տնտեսն էլ երբեք չէր մտածել, որ ինքը կարող է մի օր հանկարծ իրեն աշխատանքից հանեն, ինքը անգործ մնա։ Եվ ինչպես ուզում էր Տիրոջ ունեցվածքը վատնում էր։ Մենք էլ գիտենք, որ մեր կյանքը սահմանափակ է այս աշխարհի մեջ։ Օրերից մի օր պիտի մահանանք, բայց ինչպես ուզում ենք, այդպես ապրում ենք։ Չարության մեջ, ատելության մեջ, խռովքի մեջ, անեծքի մեջ, նզովքի մեջ, բամբասանքի մեջ, նույնիսկ մարդիկ իրենց ընտանիքների մեջ հաշտություն չունեն։ Այսպես ապրում ենք ամեն օր։ Եվ միշտ ամեն օր էլ արթնանում ենք, մտածում ենք ոնց անենք մի քանի կոպեկ ավել վաստակենք։ Ոնց անենք մի բան ավելացնենք մեր տան մեջ։ Ոնց անենք մեր երեխայի համար ավելի լավ կյանք ապահովենք։ Բայց մոռանում ենք, որ մարդու ամենամեծ հարստությունը Աստծո սերն է, Աստծո խոսքն է, որ պիտի դնես քո ընտանիքի, քո զավակի մեջ, որպեսզի իրեն կարողանան այս մեղավոր աշխարհի մեջ ապրելու։ Եվ հաշվետվությունն էլ Տերը բոլորիս անվանապես պիտի կանչի, ասի տուր քո տնտեսության հաշիվ, այսինքն ծնվածը տորից մինչև այսօր ինչ ես արել, ինչպես ես ապրել։ Եվ այդ ժամին է, երբ որ մենք էլ հիվանդանում ենք, վտանգը տեսնում ենք, միանգամից մեր ամբողջ կյանք այսպես ժապավենի պես մեր աչքի առջով անցնում է, թե ինչ խալ գործեցինք կամ ինչ մեղ գործեցինք, որ այս ամենը մեզ պատահեց։ Կամ ինչու Աստված թույլ տվեց, որ այսպիսի դեք պատահի մեր կյանքի մեջ։ Միանգամից մեր մեղքերի մասին ենք մտածում, բայց մեկ էլ տեսնում ենք, որ ժամանակը չունենք այլևս ապաշխարելու։ Մարդը, երբ որ մահացավ, ինքը հնարավորություն չունի այլևս ապաշխարելու։ Նույն օրինակը մեծահարուստը, շատ մեծահարուստ մարդ էր, ամեն օր իր տանը քեֆ ուրախություն էր անում, բայց աղքատ Ղազարոսին ոչ մի բան չէր տալիս ուտելու։ Միայն իր սեղանից թափված փշարներն էր ուտում։ Դրա համար ասում է՝ դու քո կյանքում ստացար, ինչի համար որ դու ապրում ես, այսինքն քո նպատակը ուտել խմելն էլ, զվարճանալն էլ, գեղեցիկ ու փառավոր շորեր հագնելն էլ ստացար։ Հիմա էլ դժոխքի մեջ պիտի այրվես։ Եվ երբ որ ինչ որ քեզ տալիս է Աստված նաև այս կյանքի մեջ, ինչու է Տերն ասում մամոնայից ձեզ համար բարեկամներ։ Մամոնան գիտեք, հարստությունը կամ փողն է։ Ձեզ համար բարեկամներ ունեցեք, այսինքն այդ փողը, որ տրված է քեզ, գումարը, որ տրված է քեզ, նաև դրանից բարիք գործիր, աղքատի բաժինը հանիր, որպեսզի քեզ համար երկնքում բարեկամներ ունենաս։ Երկնքում, երբ որ դու մահանաս, տուն ունենաս քնելու, ինչպես որ այս անիրավակ տնտեսը մտածեց։ Տեսեք, ինքը մի ակնթարթ իր միտք օգտագործեց, ինչ անեմ, որպեսզի ես նորից փառավոր ապրեմ։ Արի Տիրոջս
պարտապաններին կանչեմ, իրենց պարտքերը ներեմ եւ իրենց տների մեջ ինձ տեղ կտան։ Օրը մեկի տանը կուտեմ, կխմեմ, կքնեմ ու կանցնեմ այնքան, մինչեւ իմ մահը կմոտենա։ Երբ որ գովեց հնարամտությունը այս անիրավ տնտեսի, չի ասում այլևս գործից հանեց թե չհանեց։ Առակը երբ որ վերջանում է, մենք տեսնում ենք արդեն պատմությունը Աղքատ Ղազարոսի առակի մեջ, որ այսպիսի մարդիկ պիտի գնան դժոխքին բաժին դառնան։ Եվ տեսեք, ասում է, այրվում էր եւ խնդրում էր հայր Աբրամի մեկ կաթիլ ջուր։ Այդ մեկ կաթիլ ջուրն էլ քեզ տվող չի լինելու։ Մեր ժողովուրդը ինչ ասում, կյանքդ այնպես ապրիր, որ ծերության ժամանակ մեկ բաժակ ջուր տվող ունենաս։ Հենց այնպես չի ասված այս խոսքը, այսինքն կյանքդ այնպիսի արդարությամբ, ազնվությամբ, սրբությամբ ապրիր, որ քեզ բարևող լինի։ Նույնիսկ ասում ենք այնպես արա, որ քեզ ողորմի Աստծո, երբ որ մեռնես, մեկը քեզ ասի ողորմի Աստված այս մարդուն, ողորմությունը, ոչ թե հարյուրավոր տարիներ անցնեն, այդ մարկանշիրի մոտով անցնող մարդիկ, որ չեն ճանաչում, նույնիսկ ասում են այս մարդը ժամանակին վտանգավոր մարդ էր, պիղծ մարդ էր, ստախոս մարդ էր, չարագործ մարդ էր։ Հիշում են, թեև չեն տեսել ու չեն ճանաչում։ Եվ այս անիրավ տնտեսի օրինակի մեջ էլ Հիսուս մեզ դա է սովորացնում, սիրելիներ, որ եթե դու փոքրի մեջ հավատարիմ չես, երբ որ քեզ նշանակել են, օրինակ, դասակի հրամանատար զորամասում, դու հավատարիմ չես, դու չես կարող հրամանատար դառնալ։ Քեզ ավելի մեծը չեն վստահի։ Երբ որ դու սարկավակ ես, քո սարկավակության մեջ ազնիվ ու մաքուր չես, քեզ ոչ ոք քահանայություն չի հրավիրի։ Եթե դու ուսուցիչ ես, ազնիվ ու մաքուր չես, դու երբեք չես կարող ուսմասվար դառնալ, տնօրեն դառնալ այդ դպրոցում, որովհետև դու փոքրի մեջ հավատարիմ չես եղել։ Քեզ վստահված քիչը դու վատնել ես, գողացել ես։ Այսօր ինչ է կատարվում աշխարհի մեջ։ Այս նույն օրինակը ամբողջ աշխարհում պայքարում են կոռուպցիայի դեմ։ Նույն բանն է։ Կամ որևէ մեկին, երբ որ իր պաշտոնից հանում են, ընկնում են հետևից, չէ, տեսնեն ինչ է արել, ինչ է գողացել, ինչ է տարել, ինչ է թարանել։ Հանգիստ վայելում են այդ մարդիկ իրենց ունեցվածքը։ Չեն վայելում, սիրներ, ամբողջ օրը տագնապի մեջ հանկարծ այս մեկն էլ չբացահայտվի, սրանից էլ չզրկվեն, այս մեկն էլ չանեն։ Ուրեմն աշխարհի մեջ այս նույն կեղծիքը մինչև այսօր գնում է մարդը հավատարիմ չէ, խաբեությամբ է մարդ ուզում ապրել, ստախոսությունը այս աշխարհի մեջ վտանգավոր է դարձել։ Նույնիսկ մարդիկ խաբում են, ամեն օր գովազները տեսեք, չէ, գնիր այս ինչը կստանաս, այս ինչ բանը նվերը, կամ այս ինչ տեղը ներդրում արա, դու ավելին կշահես, այս ինչ կանես, եւ մարդիկ շատ խաբվելով գնում ու մոլորվում են, որովհետեւ իրենց ամբողջ նպատակը դա է։ Մեկ ուրիշ բան ասեմ, այս վերջին 15 օրը համացանցի մեջ տեսնում եմ, հատկապես հիմա հայ աղջիկները ինչ որ նյութեր են նկարում։ Ես 32 տարեկան եմ, ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ ու շատ երջանիկ եմ։ Ես 42 տարեկան եմ, ճաշ-շփել չգիտեմ, բայց մեքենա ունեմ, տուն ունեմ, շատ բարձր աշխատավարձ ունեմ։ Այսպեսի ինչ որ նոր նորություն է տարածվում մեր ազգի մեջ, որ այսինքն ամուսնացած լինելը մեղք է եւ զավակ ունենալն էլ ամոթ բան է։ Քո խնդիրն է, ուզում ես ամուսնացիր, ուզում ես մի ամուսնացիր, բայց դու ամուսնացողին մի մեղադրի, որ ամուսնացել է։ Կամ երեխա ունեցողը դժբախտ է, որ ասես ես 40 տարեկան եմ, երեխա չունեմ ու երջանիկ եմ, շատ հաջողված կին եմ։ Տեսեք ինչ է տարածվում աշխարհի մեջ։ Սա նա է, որ քո տրված փոքր հավատարմության մեջ դու ազնիվ չես։ Դու քո ուզում ես քո սխալ կենցաղը արդարացնել, ուրիշին մեղադրես, որ ինքը այս ճանապարհով է գնացել հասել այնտեղ։ Եվ սրա մասին է Տերը, որ երբ որ դու հավատարիմ չես, պիտի կորցնես։ Երբ որ դու լույսի որդի ես, դու պիտի կարողանաս այդ ճշմարտության մեջ ապրես։ Մենք քրիստոնյաներ ենք, աշխարհում ասում ենք, որ առաջինը հայերը ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն, լավ արեցին ընդունեցին, ճիշտ արեցին, որ ընդունեցին, բայց պետք է նաև ապրես քո ընդունածը։ Դու պետք է ապրես այդ կյանքը, եթե դու քեզ քրիստոնյա ես համարում։ Մեզ բոլորն էլ հետևում են, չկարծեք, որ կա մեկը, որ իր կյանքից մարդիկ տեղյակ չեն կամ չեն հետարկվում։ Բոլորիցդ ինչ հագաք, ինչ խմեցիք, ուր գնացիք, ում հետ հանդիպեցիք, ում հետ խոսեցիք, ում սիրեցիք, բոլոր մարդիկ քննարկում են այս ամենը եւ գիտեն, դուք դրա մեջ ազնիվ էիք, մաքուր էիք, արդար էիք, թե կեղծիքով էր այս ամենը։ Եվ տեսեք ինչ է ասում այսօր, ինչի համար այս առակը պատմեց։ Ասում է, քանի որ փարիսեցիները արծաթասեր էին, դարձան ու Տիրոջը հարց տվեցին, Տերն էլ պատասխանեց ասելով. դուք որ փորձում եք մարդկանց արչև գովելի լինել, Աստծո մոտ գովելի չեք։ Մենք այս ամենը անում ենք, որպեսզի մարդկանց սերը շահենք, որպեսզի մարդիկ մեզ մասին լավը խոսեն։ Եվ Հիսուս ասում է. վայ ձեզ, եթե բոլոր մարդիկ ձեր մասին լավը խոսեն։ Վայ ձեզ, եթե բոլոր մարդիկ ձեր մասին լավը խոսեն։ Ուրեմն նշանակում է, մենք ինչ որ արել ենք,
ինչ գործ որ գործել ենք, շոր անգամ որ հագել ենք, չենք հագել մեր մերկությունը փակելու համար կամ գեղեցի, այլ ի ցույց մարդկանց ենք, որպեսզի մարդիկ խոսեն մեր մասին։ Տեսար ինչ լավ մեքենա էր քշում, տեսար ձեռքի հեռախոսը, տեսար ինչ թանկանոց ոսկեղեն ուներ վրան գցած։ Սրա համար ենք մենք ապրում այսօր աշխարհի մեջ։ Ի ցույց մարդկանց կամ հակառակ մարդկանց։ Ոչ թե որ դա մեզ պետք է եւ դրա մեջ մենք մեզ լավ ենք զգում։ Մարդիկ կան նայում ես իրենց հագուստը, սարսափել ինքը կապ չունի այդ հագուստի հետ, բայց քանի որ մյուսները հագել են, դրա գինն էլ այսքանը 200,000 դրամ է, ինքն էլ պիտի հագնի, որ մարդիկ տեսնեն, որ ինքն էլ այդ շորից ունի։ Ում համար ես հագել այդ շորը, ինչի համար ես հագել։ Դա քո պատիվը պիտի բարձրացնի, դա քեզ ավելի լավը պիտի դարձնի, իհարկե ոչ սիրելիներ։ Եվ դրա համար էլ ասում է դուք ձեր վարձը ստացաք երկրի վրա, ինչի համար որ ապրում եք ստացաք։ Եվ այս անիրավ տնտեսի եւ մեծահարուստի օրինակը մարդու վախճանն է ցույց տալիս։ Ինչ էլ որ լինի այս կյանքում, մենք պիտի մեռնենք։ Տեսեք, խնդրում եմ, ասում է հայր Աբրահամ, խնդրում եմ Ղազարոսին ուղարկիր հայրենական տուն, որովհետև 5 եղբայր ունեմ, չեմ ուզում նրանք էլ կործանվեն։ Եվ ասում են նրանք այսինչ գիրք ունեն, Մովսես ունեն, օրենք ունեն։ Ինչ ես կարծում որ մեռելը հելնի գերեզմանից գնա, մարդիկ կհավատան։ Հիսուս գերեզմանից դուրս եկավ, հարություն արավ, մարդիկ բոլորը հավատացին։ Ոչ, որովհետև մարդկանց նպատակ այս աշխարհի մեջ այլ բան է։ Մենք ամենավերջում ենք անդրադառնում մեր հոգևոր վիճակի, մեր հոգու վիճակը ինչ պիտի լինի։ Դպրոցում երբ որ գնում եմ ես միջոցառումների, տեսնում եմ երեխաները գեղեցիկ հագնված, զարդարված, մեկ բան եմ իրենց ծնողներին ասում միշտ. լավ է կան որ ձեր երեխաների գեղեցկության մասին այսքան հոգ եք տանում, որ գեղեցիկ պայուսակ ունեն, գեղեցիկ զգեստ ունենան, գեղեցիկ ներկայանան, բայց եթե հոգին տգեղ է, այդ գեղեցկությունը շատ երկար չի երևալու։ Ձեր երեխաներին հարստացրեք հավատքի կյանքով, սիրելու կյանքով, սուտ չխոսեն, չխաբեն, չարություն չանեն, ուրիշի մասին սուտ լուրեր չտարածեն, բամբասանքի մեջ չհայտնվեն։ Այստեղից է սկսում մեր դժբախտությունը, սիրելիներ, որովհետև փոքրը երեխան, որ վստահված է մեզ, մենք դրա մեջ հավատարիմ չենք եղել։ Մենք մեր զավակին չենք դաստիարակել, հակառակը մեկը քեզ մի բան կասի, 10-ը դու կասես, մեկը մի բան կասի, դու գլուխը կջարդես, ես քո փոխարեն ինչ որ պետք է կանեմ։ Սա անհավատարմություն է Աստծո հանդեպ։ Դուք այդ երեխաների հոգիները դեռ չհասկացած, դեռ չմեծացած սպանում եք արդեն։ Մենք մեր զավակներին գերի ենք դարձնում այս աշխարհի մեջ մրցակցության մեղքի մրցակցության մեջ ապրելու, թե ով ավելի շատ մեղք կգործի, թե ով ավելի շատ մեղքի կյանքով կուրախանա այդ հաճույքները ինչպես կապրի։ Այսօր տղամարդիկ հավաքվում են իրար հետ նստում են, խոսում են թե ով քանի անգամ է շնացել։ Սանով են ուրախանում իրենք, թե ով քանի հոգու կարողացավ տանել եւ մոլորեցնել։ Կանայք հավաքվում են մի ազնիվ խոսք խոսելու փոխարեն բամբասում են իրենց շրջապատում ապրող մարդկանցից։ Միայն այդ բամբասանք, ով էլ իրենց հետ չի բամբասում, այլևս այդ մարդու հետ սուրճ չեն խմում։ Սա է մարդու կենցաղացնի, որ մեզ ամբողջությամբ կլանել է։ Եվ երբ որ մենք ամեն անգամ խոսում ենք, այս ամեն ուզում ենք տեսնել, մենք ինչպիսի տնտեսներ ենք։ Երբ որ ինձ կանչի Տերը, ես կանգնեմ իր առջև, ինչ պիտի ասեմ։ Պիտի ասեմ ժամանակ չունեի, մոռացա աղոթելու մասին, մոռացա ճշմարտությամբ, չեմ կարող ասել, ես ունեցել եմ այդ ամենը, ավելիով եմ ունեցել։ Ավելիով էր տրված այս տնտեսին էլ, մեզ էլ մեծահարուստին էլ։ Բայց Ղազարոսը երբեք չտրտնջաց, որ ինքը փշրանքներ էր ուտում, երբեք չչարացավ մեծահարուստի հանդեպ, որ նրա սեղանից թափված հացի փշուրներն էր ուտում, երբեք չբողոքեց, որ շներն են իր վերքերը լիզում։ Այդ նեղության մեջ համբերությամբ ապրեց եւ հայր Աբրահամի գրկում իր մխիթարությունը գտավ։ Մենք ուր պիտի հայտնվենք։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է նմանվեցեք Աստծուն իր արդարությամբ եւ սրբությամբ։ Այս է այսօրվա պատգամը մեզ, որ մենք իբրև տնտեսներ ում համար ենք ապրում, ինչի համար ենք ապրում եւ ուր ենք ուզում գնալ։ Այս հարցադրումը մարդ իր համար պետք է դնի։ Որն է կյանքի նպատակը։ Այս աշխարհի մեջ ամեն օր ունենալ, վայելել, ինչպես շատ հայեր ասում են, մի կյանք ենք ապրում, կուշտ փորով պիտի ապրենք, ուրախ ապրենք ու մեռնենք գնանք։ Եթե մեր նպատակը մեռնելն է, կուշտ փորը դրա հետ կապ չունի արդեն, կարող ես հենց այս պահից մեռնել։ Մենք չենք ապրում ուտելու համար, մենք ուտում ենք ապրելու համար։ Փոխվել է տեղերը մեր կյանքի մեջ, սիրելիներ։ Եվ Հիսուսի հրավերը այսօր սա է մեզ, հաշվետվություն պիտի տանք բոլորս։ Այնինչ որ մեր կյանքում պատահում է, երիտասարդ մահերը շատացել են մեր կյանքի մեջ։ Չարություն, ատելությունը չարացել, որտեղ
մենք ենք այդպես դաստիարակել։ Մենք այս մարդկանց չենք սովորեցրել խոնարհությամբ ապրել, ազնվությամբ ապրել։ Մենք որովհետև ազնվությունը թուլություն ենք համարում, հիմարություն ենք համարում, հարիվ ենք համարում այդ մարդուն, կներեք այս բառի համար, ով ազնիվ է ապրում այս աշխարհի մեջ։ Այս կյանքից չի հասկանում ինքը ոչ մի բան։ Սա ենք մենք անում մեր կյանքի մեջ։ Եվ հետո էլ գալիս ենք հասնում ենք կոտրված տաշտակի առջև, նոր գիտակցում ենք, որ մի ամբողջ կյանք ժամանակ հնարավորություն ունեինք այդ սրբությունը վերականգնելու համար։ Ուրեմն թող Տերը մեզ այնպես անի, որ Պողոս առաքյալի խոսքերով հանենք մեր վրայից հին մարդուն իր կենցաղով, նոր մարդու պես ապրեք, արդարությամբ, սրբությամբ, քչի մեջ հավատարիմ եղեք, ազնիվ եղեք, Աստված ձեզ ավելին կվստահի։ Եթե չենք հասնում այդ ավելին, ուրեմն հետ դարձեք եւ նայեք, դուք այդ փոքրի մեջ ինչ եք արել, ինչն է պատճառ եղել, որ դուք այսօր չեք հասնում այնտեղ։ Սա հարց է յուրաքանչյուր մարդու համար, որ Տերը կանչի, մենք էլ ասենք, ոչ թե ամանչում ենք, ոչ թե աշխատել չգիտենք, ասենք Տեր, ահավասիկ մեր տնտեսության հաշիվը։ Այն կյանքը, որ տվեցիր քեզ, մենք ավելիով վերադարձնում ենք քեզ։ Շատ բարեկամներ շահած, բարիք գործած, առաքինությամբ ապրած, սրբությամբ ապրած, աղոթած վերադառնում են քո մեջ, քո հարկերի մեջ, որտեղ Հիսուս ասում է. գնում եմ ձեզ համար տներ պատրաստեմ, որպեսզի գաք դրսում չմնաք։ Ուրեմն Տերը մեզ համար ամեն օր այդ կայանները պատրաստում է, մեր համար այդ տունը պատրաստում է։ Մնում է, որ մենք ամեն ինչ անենք, այդ տան բանալիները հավատքի, հույսի, սիրո ճանապարհով մեր ձեռքերի մեջ հայտնվի։ Աստված պահապան բոլորիս սիրելիներ, թող Տեր օրհնի, խաղաղության մեջ պահի բոլորիս, որպեսզի մենք մեր կյանքը անիրավ տնտեսի պես չվատնենք, որպեսզի մենք այդ անմիտ մեծահարուստի պես միայն մեր որովայնի մասին չմտածենք, որտեղ որովայնից այն կողմ ավելի մեծ արժեքներ կան մեր կյանքի մեջ։ Երրորդը անտարբերությամբ չապրեք, սիրելիներ, սա ամենավտանգավոր մեղքն է այսօր, անտարբեր ապրելը, որտեղ նախ մարդը իր հանդեպ է անտարբեր դառնում, հետո դրանից հետո արդեն բոլորն են իր համար անտարբերության մեջ ապրում։ Ուրեմն այս վտանգավոր 8-րդ մահացու մեղքը մի թողեք, որ մտնի ձեր կյանքի մեջ։ Հոգացեք ձեր հոգու համար։ Ամեն իրիկուն, երբ որ կպարկեք, Զորավար Անդրանիկն ասում էր, որ գլուխներդ բարձրին եք դնում, մտածեք հայրենիքի համար այսօր ինչ եք կարել։ Ես էլ մի քիչ ասում եմ, նաև մտածեք ձեր հոգու համար ինչ եք կարել այսօր։ Ինչ եք արել ձեր հոգին ավելի գեղեցիկ ու մաքուր լինել, որովհետև եթե ներսդ մաքուր ու լուսավոր լինի, քո այս արտաքին կյանքն էլ մաքուր ու լուսավոր պիտի լինի։ Թող Տիրոջ սերն ու խաղաղությունը ամենքիս հետ լինի այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։